Շատերն անհանգստանում են, թե Թուրքիան եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ռազմավարական դաշնակիցներ են։ Կգնա արդյոք ԱՄՆ-ն Թուրքիայի պես հզոր երկրի դեմ, պաշտպանելով փոքր, հետամնաց եւ ստրկացված Հայաստանը, եւ վերջին հաշվով Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է։ Եկեք հասկանանք, թե ինչ է նշանակում լինել ՆԱՏՕ-ի անդամ։ Դա նշանակում է, որ հարձակում ցանկացած ՆԱՏՕ-ի անդամ երկրի վրա դիտվում է որպես հարձակում նաև մյուս երկրների վրա, այսինքն ՆԱՏՕ-ի անդամ երկրների փոխադարձ պաշտպանություն միմյանց նկատմամբ։ Ահա սա է միակ պարտավորվածությունը ՆԱՏՕ-ի անդամ երկրների միջև, եւ չկա որևէ այլ դաշնակցային պայմանավորվածություններ։ Առավել ևս Էրդողանը ինքն է այսօր կազմակերպում ստորագրահավաք թուրք բնակչության մեջ, որպիսի դուրս գա ՆԱՏՕ-ի անդամակցությունից եւ ազատ ու անկախ լինի այդ պարտավորվածություններից։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Թուրքիան շատ լուրջ դեր էր կատարում Սովետական Միության դեմ որպես լծակ, հակակշիռ եւ զսպման միջոց, եւ ՍՍՀՄ-ի փլուզման հետ Թուրքիան կորցրել էր իր իրական դերն ու նշանակությունը։ Այսօր Թուրքիան իր ազդեցությունը լայնացնելու համար համագործակցում է Չինաստանի եւ ԱՄՆ-ի թշնամի Ռուսաստանի հետ։ Շատ հարցերում Թուրքիան չի ներվելու եւ այն քայլ առ քայլ արդեն վերածվում է թշնամու։ Միանշանակ Արևմուտքը դուրս կգա Թուրքիայի դեմ եւ այդ ժամանակ մենք պետք է պատրաստ լինենք որպես պետություն ներկայացնելու մեր իրավունքի պահանջները։ Մենք ինքներս պետք է պայքարենք մեր իրավունքների համար եւ հասկանանք, որ ոչ մի այլ երկիր պարտավոր չէ դա անել մեր փոխարեն։